Բարև ձեզ։ Ես Գերմանիայում եմ բնակվում, ես ամեն ամիս գալիս եմ Հայաստան, մի դեպք եմ ուզում պատմեմ, որ կապված թուրքերի հետ։ Ինձ մոտ կան եւս վիդեոներ, ես այս վերջի շրջանում մի հատ ադրբեջանցի զինվոր տղա ով հերոսի կեչում է ստացել, ուղիղ եթերի ժամանակ ես իրան հարց եմ տալի. դուք ցանկություն ունեք հայրի հետ, ձեր կապը բարելավելու։ Ես այդ վիդեոները ունեմ, ես երևի փետրվարի 7-ին կհրապարակեմ, իմ էջն դուք կարող եք նայել, իմ քաղաքտիվ էջը ես էլ եմ իդեմ ադրբեջանցիներ եմ, ես ադրբեջանցի թուրքը մնում է միշտ թուրք, իրանք մեջ են բերում, ասում է Հայաստանը զինվորի կոչում ստացած, հերոսի կոչում ստացած զինվորը, ով ունի բազում հազարավոր հետևորդներ, 100,000-ավոր հետևորդներ, ինքը մեջ է բերում, հենց զինվորի բանով, կոստյումով, ինքը մեջ է բերում, որ Հայաստանը, Ադրբեջանը, իրանք ցանկություն չունեն հայերի հետ կապ ունենալու, իրանք իրենց քայլերն են անում։ Ես դա ապացույց ձևով ներկայացնելու եմ։ Ոչ մի թուրք, ես ինքս նենց առիթ ստեղծվա, որ Թուրքիա գնացի, ես Գերմանիայի քաղաքացի էի, իրանք իմ հետ, գիտեք ինչ ձևով էին խոսում, ասում են դու հայ ես, ասում եմ հա, հայ եմ։ Ու ես 30 րոպե կռիվ եմ տվել հենց այդ տամոժնիայի մեջ։ Ու դա եղավ ոնց որ ասած վերջին անգամը, որ ես Հունաստանով պետքա թռնեի, իմ Հունաստանը չեղարկվել է դեպի Գերմանիա։ Իրանք ինձ առաջարկեցին Թուրքիա, որտեղ ես շատ արագ ձևով պետք է աշխատանքի տեղափոխվեմ։ Դա կլինի վերջին անգամը, ես մի անգամ էլ է դեպք եղել իմ կյանքում, ճիշտ մնում է, ես ճիշտ խոսացող մարդ եմ։ Գերմանիայում թուրքերը, որ կասեն թուրքերը հայերին սիրում, չկա տենց բան, ժողովուրդ ջան, չկա տենց բան։ Վիդեոներ կան, ռոլիկներ կան, դպրոցներում սովորեցնում։ Ես ապացույցներով եմ խոսում, ես ուրիշների նման չեմ։ Հիմա շատերը զապիս են անելու, որ էսի տեղադրեն։ Դպրոցներ կան, հատուկ TikTok-յան էջեր կան, որ միլիոնավոր դիտումներ ունեն, որտեղ որ այն մարդիկ նոր են գերմաներեն լեզուն սովորում, այսպես է, աղջիկը իր ընկերոջը տանում է հորը ծանոթացնելու, ասում է, գիտես ինչ կա, պապ, ես ընկեր ունեմ, ինքը հայ է, ու իր այդ թուրք աղջիկա պապան ասում է, ինչ ես խոսում, դու գիտես հայերը ինչ ցեղասպանություն են մեզ արել, ու լիքը մարդիկ, որ իմանում են, ասում են, Սերգեյ ջան, դու հայ ես, ասում է, դուք թուրքերին ցեղասպանություն եք արել։ Ես դա հիմա կարամ ձեզ անգամ ուղարկեմ, դուք կարաք դաժե ամեն ինչը տեղադրեք, ու միլիոնավոր մարդիկ են այդ տենում, ու լիքը երեխեք սովորում են, լիքը մարդիկ ովքեր որ տեղյակ չեն ցեղասպանության վերաբերյալ։ Ու հիմա ցավը այն է, որ ես ճիշտ է ժամանակ առաջ գնահատում եմ կապ ունեի մարդկանց հետ իշխանության հետ, մարդիկ մեջ են բերում, ասում են Սերգեյ ջան, բայց ցեղասպանություն եղել է, դու հաստատ վստահ ես, դու այդ ժամանակում չես եղել։ Մարդիկ կան, որ գրել են, ու այդ խոսում է լիքը Գերմանիայի հայություն, ով ներկապային, չգիտեմ, դեսպանների հետ կապ ունեն, ես այսօր հատուկ նյութ եմ հրապարակելու, իմ դիտումներն էլ են շատ մարդիկ նայում, պետքա, որ Գերմանիայի շատ հայերի հետ են ուղարկում Հայաստան, Հայաստանը պարտավոր է ապահովել այդ մարդկանց, բայց այդ մարդիկ տուն տեղ չունեն, եկել են այստեղ, այդ հարցն է պետքա բարձրաձայնենք, լիքը հարցեր կան, որ խոսում են թուրքերը լավն են, ոչ մի թուրք չկա, ես հրապարակում մի հատ վիդեո արեցի, թուրք տղա ուղիղ եթեր ա մտել ու մեջ ա բերում անընդհատ Երևան Ադրբեջան դե, այդ նշանակում է Երևանը Ադրբեջան է, ես մոտեցա Պարեկին, ես այդ վիդեոն մինչև հիմա ունեմ, 600,000-ից ավել մարդ ա նայել, այդ ընդամենը մոտ 12 ժամվա մեջ 600,000 հոգի մարդ ա նայել, իմ վիդեոները վեկալել են, ինձ գրել են ռոբա սերժական եւ ես փոքր եմ եղել թե Սերժի ժամանակով, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակով, այստեղ ինչ կապ ունի, ես մեջ եմ բերում, որ ինձ դուր չեկավ, ես մոտեցա Պարեկին, ասում եմ, գիտեք ինչ կա, հաճելի չի, որ հրապարակում նստած ինքը ուղիղ եթերի, պատկերացեք իմ դեմքը ցույց տա, իմ կողմ թեքի այդ վիդեոն, մարդիկ ասեն, հələ մի րոպե, դու հայ չես, թուրքը կամ ադրբեջանցին եկել է հրապարակում տենց խոսում է, մի հատ չհելար ասեցի, Պարեկը ասեց մի րոպե սպասի, մոտեցավ այդ մարդուն, չգիտեմ, խոսած ինձ մոտեցավ, ասում է, եթե դու Թուրքիայի քաղաքացու հանդեպ անպարկեշտ վերաբերմունք ցուցաբերես, քեզ սպասվում է 3 տարվա ազատազրկում։ Ես լռեցի, մի հատ վիդեո արեցի ու տենց մարդու անունն են ուզում հանեն։ Սերգեյ ջան, այդ մարդու նկարը մի հատ նախ ինձ կուղարկես ես, եթե քեզ շատ խնդրեմ, որ հրապարակում այդ վիդեոն արել է։ Քանի տարեկան ես, շատ կներես։ 23-24 կլնեմ։ Ինչ տարիք ես։ 23-24 կլնեմ։ Ահա, հիմա դու չես պատկերացնում, թե
Հիմա դու չես պատկերացնում, ես ձայնիցդ հասկացա, որ դու այդ տարիքի տղա ես, թե ես ինչքան հպարտ եմ, որ քո նման տղաներ մենք ունենք հարթակում։ Գիտես, բան ջան, ես հիմա որ բարձրաձայնում եմ Այ ես ձևի խնդիրների մասին, որ ես բարձրաձայնում եմ, մոտ 1 շաբաթ առաջ, էլի, ես խնդիրների մասին բարձրաձայնել եմ, իմ նկարները վեկալել են Նիկոլ Փաշինյանին աջակիցները, ամեն մարդ ունի տարբեր քաղաքական տեսանկյուններ, ես կարամ կողմ չլնեմ վարչապետին, դուք կարաք կողմ լնեք, իմ նկարները վերցրեցին, մի բան մեջ բերեմ, էլի, իմ նկարները վերցրեցին, տեղադրեցին Facebook-ում, դե պարզա իմ ընկերները տենում են, ուղարկում են, ու վատ մեկնաբանություններ էին արել, ինձ էին կպնում, вообще շատ, որ ես ծախված, վաճառված, երբևիցե ես Հայաստանի քաղաքացիություն իմ կյանքում երբևիցե չեմ ունեցել, իմ մամաս հույն է, իմ պապաս վրացա հայ է, իրանք ջավախքից են, իրանք ունեցել են վրացական պասպորտ, ես դիմել եմ հայկական պասպորտ, ես ներկապային դիմել եմ, սպասում եմ ինձ կտան, դե չեն տա, եւս ուզում եմ մի բան մեջ բերեմ, իրանք որ ինձ վատ մեկնաբանություններ են անում, կես մեծամասնությունը fake էջերով էին, նկարները մենակ Նիկոլ Փաշինյանի դեմքի նկարն է, վարչապետին աջակիցներով, ամեն մարդ ունի տարբեր քաղաքական տեսանկյուններ։ Ես վերցրեցի այն մարդկանց նկարները, ովքեր որ իրանց ռեալ էջերով են ու վատ մեկնաբանություններ են, մեծահասակ կանայք, մոտ 50, 60, 70-նանց կանայք են։ Ես հրապարակեցի իմ TikTok-յան էջում եւ անդրադարձա իրանց անվանելով ոնց որ կոպիտ ձևով, ստահակ, անբավարարված, ոնց որ նորմալ մարդիկ չեն։ Իրանք ինձի շանտաժով, իրանք էլի իմ նկարները տեղադրելով հասկացան, որ ես վախեցող մարդ չեմ, ես անկեղծ վախեցող մարդ չեմ։ Հասկացան, որ իմ այդ սպառնալիքով չի լինում։ Հետո մարդիկ խառնեցին, որ սենց կներես 30 հոգից ավել, այդ մարդկանց ընտանիքները կքանդվի, Սերգեյ ջան, մի վարքյան շատ կներես, երեխեք շատ եմ խնդրեմ չաթում, անուններ չեմ տալիս, բայց իմ չաթում հայերի մասին, ոչ մի հայի մասին վատ բան մեկ գրի։ Ապրես Սերգեյ ջան, ովքեր որ ինչ ջան, Բելա ջան, ես իմ կյանքում հիմա սենց շատերը գիտեմ, որ հիմա ոնց որ վիդեոշոպ են անելու, ես իմ մեջ եմ բերում, որ ես կյանքում մեկից գումար, սենց մեջ կբերեմ ես երբևիցե կյանքում մի Գերմանիայում կամ Հայաստանում մի հոգուց գումար վերցրած չունեմ, ես ինքս երբ որ պետք է լինեմ թարգմանություններ կամ թղթաբանություններ, ես շատ օրենքների եմ տիրապետում, շատ հայության եմ օգնել, շատերը կփաստեն այդ փաստը, բայց եկեք ու տեսեք երկիրը կիսվել է։ Ու սենց ոչ թե հայը ուրիշին է թշնամի համարում, այլ հայը հային է առաջինը թշնամի համարում։ Ցավոք։ Սերգեյ ջան, ես շատ ուրախ եմ, որ Գերմանիայում մենք ունենք այսպես ջահելություն, որը որ մեր հայ ազգի խնդիրներով զբաղվում է, ինչքան է կարևոր որ Գերմանիայում, որովհետև այսօր այն ինչ որ դու խոսքի քո հարթակում անում ես, մենք ուզում ենք, որ Եվրոպան էլ դրա մասին իմանա, թե ադրբեջանցիք ինչերով են զբաղված, սուտ պատմություններով եւ այլն, դու դա Եվրոպայում ցույց տուր, որ մեր հայերը հետ չմնան այդ ամեն ինչից, մենակ հայերը չէ, թող գերմանացիք էլ, դու գերմաներեն գիտես։ Շատ լավ գիտեմ։ Աշխատի այդ քո ամեն մի նկարահանած վիդեոները գերմաներեն է գրի։ Այստեղ գիտես հարցը որն է, եթե մենք հրապարակում ենք, նախ ամենաառաջնային ինձ կոնկրետ իմ մուտքը կան տեղեր, որ չեմ կարող գնամ։ Օրինակ Համբուրգի համայնքը, ամբողջ համայնքը չէ, 10 հոգի մարդ էր հավաքվել, վարչապետը եկել էր, ես ուզում էի խոսք բարձրացնել։ Ինձ հարց տվեցին, ասացին, եթե դու խոսելու ես Հայաստանի օգտին, չես խոսելու փախստականների օգտին, գալու ես էլի իրենց շահերը պաշտպանես, ասում է կթողենք, բայց կոնկրետ մի հարց պետք է տաս, էլի մի կամ երկու հարց ու մենք պետք է դա նախորդ իմանանք, ասի չէ, ես պետք է բարձրաձայնեմ այն մարդիկ, ովքեր որ ունեն ծանր հիվանդություն, ծանր առողջական խնդիրներ, այդ մարդկանց վերաբերյալ հիմա շատերին արտաքսում են, նոյեմբերի 19-ին մի կնոջ դեպորտացիա են արել դիալեզով հիվանդ, 2 ամիս չանցած մահացել է այդ մարդը, որ Հայաստանում տեր չէին կայանում, ինքը տեր չկա, իրան տեր կայնող չկար, ինքը մահացավ։ Հիմա լիքը մարդիկ կան, որ տենց խնդիրներ ունեն, ու դա պետքա բարձրաձայնենք։ Ես այսօր ինձ մի հատ իմ էջը կնայեք, ճիշտ է, ես ունեմ 14000 հետևորդ, բայց իմ յուրաքանչյուր վիդեոները 100,000-ներից անցնում է ու հարցը լուծում է տալի։ Այստեղ Երբ քո վրա պատվից տա եղա, 14000-ը դա նշանակություն չունի։ Ես հիմա քեզնից քիչ ունեմ, երևի, չեմ էլի շմնջքան ունեմ։ Հարցը հիմա դա չի։ Դա 150 հատ էլ բլոկված էջ ունեմ, պատրաստ եղի դրան էլ։ Հարցը նա է, որ դու
քո ջահել կյանքը տրամադրել ես քո ազգին, ես քո նման ջահելներին ամեն ինչով պատրաստ եմ օգնեմ, եթե ինչ-որ մի հատ հարց քեզ կհետաքրքրի, մի հատ Ես կուզենամ մի մի թեմա վիդեո անենք իրար հետ։ Ես փետրվարին լինելու եմ Հայաստանում մի շաբաթ։ Ես ամեն ամիս ես աշխատանքի բնույթով լինում եմ 20 օր Գերմանիայում, ես շատ բարձր աշխատավարձ, լավ պաշտոն ունեմ, ու մնացած 10 օրը ես Հայաստանում եմ գտնում։ Ամեն ամիս, այտենց ամիս չկա։ Ես ոնց որ երկու տեղ եմ էլի ապրում։ Ես ուզում եմ մի վիդեո, ես ուզում եմ իմ վիդեոները քեզ ցույց տամ, ոնց է հերոսի կոչում Սերգեյ ջան կներես, մի րոպե կներես, ժողովուրդ ներքև 241 հոգու մեջի վատ բան գրողներ, ուրիշի անուն գրողներ, քֆուր գրողներ, նադա էլ արեցիք, մարդիկ այդքան տուպոյ չեն ելնի, որ դուք եք, զորով բերանս խեք բացում, ես ձեզ կպնեմ, դուք կարող եք տա հասանհասներ եք, մի միլիոն անգամ ասեցի իմ հարթակն ոչ մեկդ ոչ մեկի մասին չգրեք, բացարձակ, թուրքերի մասին ինչ ուզում եք գրեք, հայը հայի մասին իմ հարթակն բան չգրի, պրոբլեմներ ունեք, ճակատ գնում եք իրար դեմ կանգնում, ձեր հարցերը լուծում, ասա Սերգեյ ջան, Դե տենց ես այդ վիդեոները որ Սերգեյ, գամ Հայաստան հրապարակելու եմ, այդ վիդեոները կհրապարակեմ Հայաստանում, որ Հայաստանում լինեմ, ոնց է էլի այդ հերոսի կոչում ստացած ադրբեջանցին ուղիղ եթերի ժամանակ ասում Հայաստան ամբողջ Հայաստան Բելա, բերես թեման մի րոպե տորմուս տանք էլի, մարդիկ եմ տենում երեկվա էֆիրից, չեմ կարում անտեսեմ, Օֆելիա ջան, երեկվա Բելայի ստես կագրաս, ես որ գրել ես, ես էլ պատպիսկա եղա, երեկվա Բելայի Քամրանի հետ խոսալու ինչի չէր դուրը տեկե, որ տես բաներ էիր գրում, կարաս երկու բառով բացատրես, այդ որտեղ էր ինքը շոպլիկաց է, այդ որտեղ էր ինքը խայտառակություն արել, հլը մի հատ կասեք, Լաուրա ջան, օքեյ, մերսի շատ, հարազատս։ հլը գրեք էլի երկու բառով, սպասում եմ մարդկանց չկան, սաղի բանը պետ ինչա, երեկվա խոսացողների սաղի ինտերնետը փչացավ, յատեղները հարմար չի, բայց ես երկու րոպե հետո ուրիշ էֆիրներում կլնեմ։ մի րոպե, Անելը մի րոպե, ձացերիկ տեցա դու հիմա էֆիրում ես, որ խնդրեմ, չես գա մեծ սավարի մի երկու բառ խոսաս, ստեղ ոնց որ երեք հեռախոսով խոսքի, իմ հետ խոսացիր, այդ կուզենամ այդ նույն բանը այսօր հարթակում խոսաս, ոչ մեկի անուններ պարտադիր չտանք, ոչ մեկի անուններ պարտադիր չտանք, պրոստը, որպես, ասենք, մեծ մարդ, մենք հարգանքով քեզ կլսենք, մի հատ խրատ տաս մեր ջահելներին, բացատրես, որ ոնց է պետք իրանց պահել, որովհետև մենք արդեն հոգնել ենք ասել։ Լուսին ջան, ես քեզ տվել եմ ասում ես, ակում։ ընդ նորից նույն բանը կատարվում է։ Հենց այս երեխուց օրինակ վերցրեք, ժողովուրդ, մեկ դուք ձեզ 40-50 տարեկան հասակում հնենց եք ձեզ պահան, ոնց որ մսուր մանկապարտեզ եղնես Բելա տիկտոկյան ջան, մի հարթակը։ հատ բան ասեմ, ու ես հիմա պետքա քնեմ երեկոյան գիշերը էլի աշխատանքի եմ էլի։ Սենց ասեմ, իմ նամակագրության մեջ ես հենց այս պայն ունեմ 8000-ից ավել չկարդացած նամակ, 8000-ից ավել ամեն օր մոտ բարձրանում է 500-ից 500-ից ավել։ Ես շատերին օգնում եմ, գիտես, շատերը հիմա այս վիդեոս որ տեսնեն կամ կարձագանքեն քեզ եւ գիտես հայրենասեր մարդը ով է, որ օտարության մեջ տեսնում է իր հայրենակիցը ունի խնդիրներ ու անշահախնդիր օգնում է։ Իմ վրա կյանքում չեն կարող ասեն, ես շատ ապահովված ընտանիքից եմ, շատ բարձր, ես լավ սովորել առաջ գնացած մարդ եմ ու Գերմանիայում ես այնքան մարդկանց օգնել եմ ամեն հարցով, գիտես լիքը մարդիկ կան, որ հույսները կորցնում են թե բուժման նպատակով, բայց այդ մարդկանց պետքա ուժ տալ ու եթե ինչ որ մարդ օտարության մեջ ունենա իր կողքին լավ ընկերներ, լավ մարդիկ, լավ հայրենակիցներ, ինքը լավ առաջ կգնա։ Ես իմ շրջապատում ունեմ մարդիկ, ովքեր որ իմ միջոցով եկել են Գերմանիա, իմ ընկերների մարոված աշխատանքային գոլեգաները Հայաստանից եկել են, սկզբնական ժամանակում ես իրանց օգնել եմ, հիմա իրանք ինձանից առաջ են գնացել, ես էլ եմ շատ առաջ գնացած, ես ամեն բանի հասել եմ, ես ոնց որ ասած հնարավորություն ունեի Գերմանիայում ստեղծելու բիզնեսը, ես ստեղծեցի Հայաստանում, ես երկու հատ Երևանում բնակարան եմ գնել հիմա
լավ առաջ իմ ընկերները, ով իմ աշխատանքային գոլեգաները, ինձնից ավելի խելացի են, իրանք ծրագրավորողներ էին։ Իրանք ինձանից ավելի առաջ եկան իմ շնորհիվ ու ես հպարտ եմ որ իմ ընկերները եկել են ու հիմա առաջ են գնացել կամ մեր հայության մեջ կան լիքը տեսակներ ովքեր որ չեն ուզում որ դիմացինը առաջ գնա կամ կողին ես մենակ է դրան հպարտություն ունեմ դրա համար ինչ ասեմ ես ինչը ցանկանում եմ մարդուն Աստված հազարապատիկը միշտ ինձ է տալի ես որ գամ Հայաստան ես քեզ նամակ մենք իրար հետ նամակներով կխոսանք ու մի հատ հետաքրքիր մի հատ կհանդիպենք ես քեզ ինքս ուզում եմ հրավիրեմ որովհետև ես քեզ շատ երկար ժամանակ հետևում եմ ու կուզենամ անձամբ ծանոթանալ Լավ, դե ես ես բարի ժամանակ եմ մատնում ու ես քեզ գնահատում եմ, շնորհակալ եմ, որ իրոքից քո պես հայրենասեր մարդ եմ։ Լավ,